Հայաստանում շուրջ 20 ՑՄ դատապարտյալ կրել է պատժի ավելի քան 20 տարի, սակայն որևէ մեկը վաղաժամկետ ազատ չի արձակվել։ Շատ դեպքերում առանց որևէ հիմնավորման դատապարտյալը մերժման որոշում է ստանում եւ ստեղծվում է տպավորություն, որ ՑՄ դատապարտյալների վերաբերյալ կա քաղաքական որոշում, որ նրանք չպետք է հայտնվեն ազատության մեջ։ Սա սակայն խնդրահարույց է։ Ընդհանուր կարող ենք ասել, որ հատկապես ընդհանրապես վաղաժամկետ ազատման ինստիտուտը Հայաստանում արդեն չգործող մեխանիզմի է վերածվել։ Քրեակատարողական հիմնարկներն ունեն ազատազրկված անձանց հետ ուղիղ աշխատանքներ իրականացնելու գործառույթ, սակայն այն պարագայում, երբ տարեկան վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովը բավարարում է ընդամենը 3-4%-ի դիմումը, իսկ ՑՄ ազատազրկվածների պարագայում առհասարակ նույնաբովանդակ մերժման որոշումներ են կայացվում, ցույց է տալիս, որ համակարգում են առկա լրջագույն խնդիրներ, որ համակարգը չի կայացել տարիներ շարունակ եւ չի կարողացել ուղիղ գործառույթը կյանքի կոչել եւ քրեակատարողական հիմնարկից հասարակության գիրկը վերադարձնել նորմալ քաղաքացու։ Նույնիսկ եվրոպական դատանի նախադեպերել կա, որ ասում է, թե համակարգությունից դու որևէ մեկը ազատ արձակված, ուրեմն համակարգը չի գործում, բայց այդ ազատազրկում ասում է, դու չպետք է դիտես, որ ինքը պիտի միջև իր կյանքի վերջին օրերը մնա բանտում, դու պիտի շարունակիր հետ աշխատանք կատարես, ինքը ինչ որտեղ նաև հույս ունենա, որ մի օր ինքը կարող ուղղվել վերադառնա հասարակություն։ ՑՄ դատապարտյալ Վահագն Մարուքյանն է, արդեն շուրջ 24 տարի անազատության մեջ է։ 1994 թվականին դատապարտվել է մահապատժի, հետո ՑՄ ազատազրկման։ Այժմ Մարուքյանը չի կարողանում ինքնուրույն քայլել, առողջական լրջագույն խնդիրներ ունի։ Արդիկ քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում տեղ ունեցավ նրա բողոքի քննությունը։ Վահագն Մարուքյանին դատարանի դահլիճ բերեցին ոչ թե հաշմասայլակով, այլ պլաստմասե աթոռին կամված։ Բողոքարկում է դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդակից չներկայացնելու վերաբերյալ որոշման դեմ։ Այն համարում է անհիմն։ Դատարանից խնդրում է վերացնել այդ որոշումը եւ պարտավորեցնել ներկայացնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիր։ Ըստ ուսման դատապարտյալը ինքն էլ իմանար, թե ինքը ինչու է թերացել, այսպես ասեմ, հասկանա, որ այս բանը լավ չեմ արել, դրա համար ինձ կտրել են, փորձեմ ուղղվել ճիշտ անեմ այս բանը, կան գործողություն չեմ արել, սրա համար եմ ես նախկինում, որ չի ներկայացվել միջնորդագիր վաղաժամկետի մերժելու։ Դրա բանականությունը մենք պետք է ընկալենք, որ դատապարտյալի հետ այդ ծրագիր ինքնապատակ չի, ասում են, ու սա պետք է անես, ինքը պիտի իմանա, բայց սա չի արել, եթե չանի, ելի կտրվելու է։ Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը դատարանին ներկայացրեց առկա հակասությունը դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի որոշման մեջ։ Մի կողմից որպես բնութագիր նշված է, որ ՑՄ դատապարտյալը բնավորությամբ հանգիստ է, շփվող, ձգտում է կոնֆլիկտներ չստեղծել, մյուս կողմից նշվում է, որ Մարուքյանը ենթակա չէ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման։ Ես ասում եմ պատճառը, ինչ հիմք կա, ինչի հիման վրա եք ինձ կդրում։ Դու տենում են ուրիշ տարբերակ չկա, ասում են նախագահան չի թողում։ Դատախազը հայտարարեց, որ քրեակատարողական հիմնարկի որոշումը օրինաչափ է, որովհետև Վահագն Մարուքյանը երբևէ չի խրախուսվել եւ չի մասնակցել հիմնարկի ներսում անցկացվող կրթամշակութային սպորտային միջոցառումներին։ ՑՄ դատապարտյալը հակադարձում է, միջոցառումներ չեն անցկացվում հիմնարկի ներսում, դրանց մասին նա միայն որոշումների մեջ է կարդում։ Այդ հիմնարկում ՑԲ-ում դատապարտյալների հիվանդանոցում ես այդ գրածից եմ իմանում, որ ես այտենց մեծ բաներ կա, էլ այդ հիմնարկում դες բաներ ա տեղի ունենում։ Կրթամշակութային, աշխատանքային, նկարչական ինչ-որ ես ինչ է գրած, ես չգիտեմ ինչ է գրած։ Ու դրանց ես չեմ մասնակցում։ Այստեղ մենք պետք է նաև գնահատենք, արդյոք դատապարտյալը կարող էր մասնակցել այդ միջոցառմանը ֆիզիկապես, թե չէր կարող։ Վերջում էլ գրել են դատապարտյալների հիվանդանոցում կառուցվել է եկեղեցի, ջրօրներքի, օրներքի բանի այդ պատարակ այդ ժամանակ ես ընդհանրապես հրաժարվել եմ այդ բանից։ Ո՞նց հրաժարվել եմ։ Ես օրական կռիվ էի անում, ասում եմ եկեղեցի մեծ հանի գնանք մի հատ մում վառենք։ Մենք ենք մարդու, հա, դու ցմայ ես, հա ինչ անենք որ ցմայենք։ Չենք կարող գնանք մեր եկեղեցին, մեր Աստծուց մենք մեր աղոթքն անենք, մեր մումը վառենք։ Ստե ինչ չեմ ես արել, որ պետք է անեի։ Սպորտային միջոցառումները ես ինչ պետք է անեմ։ Պետք է գնամ բասկետբոլ խաղամ, եթե լինի։ Ասում եմ շախմատ, ասում եմ ես շախմատ խաղալ չեմ իմանում, աղբեջան։ Ես դոմինո եմ խոսքի կարում խաղամ։
Դոմինոյի մրցումների դոմինո գարում։ Հիմա հանրային աշխատա ինչը, ես պետք է գամ հայատ նավլեմ, շինարարությունը գաչ քաշեմ, ես ինչ պետք է անեմ։ Ու այդ բնութագրում նշված չի, որ ես ընդհանրապես հիվանդ եմ, հաշվանդամ եմ։ Ընդդեմ նշած չկա։ Փաստաբանն էլ հավելում է, արդյոք դրական չէ արդեն այն հանգամանքը, որ անձը կոնֆլիկտային չէ, այն որ խրախուսանքի չի արժանացել, սա օրենսդրական բաց է համարում Ռոբերտ Ռևազյանը։ Կա արդյոք սահմանում, որ անձը ինչ-ինչ գործառույթներ իրականացնելուց հետո կարժանանա խրախուսանքի։ Դատապարտյալին բացատրել են ինքը ինչ պետք է անել, օրինակի համար այս գործողությունների ծրագիրն են կազմել, այս միջոցառմանը մասնակցելը սա, այս միջոցառումը այսինչ օրն է լինելու, այնինչ օրն է լինելու, որ մի հատ հասկանանք ինքը իրոք դա խուսափել է, թե չի իմացել կամ ընդհանրապես չի անցկացվել։ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի որոշումը օրինաչափ համարեց նաև Արթիկ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը, իսկ դատապարտյալների հիվանդանոցից չկար ներկայացուցիչ։ Ցմա դատապարտյալը դատարանին ներկայացրեց, որ անորոշություն է, իր համար եւս հայտնի չէ որն է մերժման պատճառը։ Այն հիմնավորումները, որոնք ներկայացնում են իրեն անհասկանալի է համարում։ Դատապարտյալին վիրահատություն է անհրաժեշտ, թանկարժեք տեղորայք, որը սակայն պետությունը չի տրամադրում։ Սրանք խնդիրներ են, որոնց լուծման ելքը չի երևում։ Ու ես մնում եմ ասենց անհասկանալի վիճակում, ես չգիտեմ ելում դիմեմ։ Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի փետրվարի 14-ին։